Սա 80 սանտիմն է, վաղ արժեր 7000 դրամ, հիմիկվա արժեքը 2000 դրամ։ Ծաղկավաճառները սպասում են ընտրությունների ավարտին։ Ասում են, վարկեր ունեն եւ հույս, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը կկարողանա լեզու գտնել արտաքին գործընկերների հետ։ Մայիսի 22-ից Ռուսաստանն արգելել է հայկական ծաղիկների ներմուծումը, ինչն ամեն օր վնաս է հասցնում տնտեսվարողներին։ Մոսկվան պաշտոնապես խոսում է ֆիտոսանիտարական խնդիրների մասին, սակայն սահմանափակումը համընկել է հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների սրման հետ։ Մեր պետության խնդիրներն են զուտ։ Այս կերպով դժվար երկար ձգեն, ոչ մեկը չի ձգի։ Եթե այսօր ադրությամբ ջերմոցատերը են, որ ասում են զուտ տար, ծախի, ինձ ինչ կտաս, որ զուտ չթափի։ Մնացածը հասկացեք ինքներդ։ Ռուսական շուկան առանցքային նշանակություն ունի ոլորտի համար։ 2025 թվականին 48 միլիոն դոլարի ծաղիկ է Հայաստանից ներկրվել Ռուսաստան։ Այս տարի սակայն ցուցանիշները կարող են կտրուկ նվազել։ Միայն ներքին շուկան միանշանակ հնարավոր չի, որտեղ ծաղիկի մի 70-80%-ը դուրս է գնում, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ու այդ ամեն ինչը երևի էլի 70-80%-ով էլ այս պայդրությամբ չի դուրս գալիս, չի արտահանվում։ Գները միանգամից 3 անգամ իջել է ու այս ամեն ինչը դեռ նոր է ու կարա եւ ավելի վատ լինի, ինչին որ մենք սպասում ենք։ Կարելի է ասել 100%-ով իջել է։ Այսինքն հիմա սպառում եք միայն ներքին շուկա։ Այո, միայն այստեղ ենք սպառում ու ասենք ես կարամ այս ծաղիկի վրա օրինակ վերեմ։ Ասեք։ Ինքը մի 10 օր առաջ այս ծաղիկը մի 2-2.5 գնում է Ռուսաստան, հիմա այստեղ վաճառում ենք 1000 դրամ, մի փունջը, 10 հատա մեջ։ Իսկ ջերմոցները, տնտեսությունները ջերմոցային կդիմանան այս իրավիճակին, կփակվեն, ինչ կանխատեսում ունեք։ Իմ կարծիքով եթե ասեն շարունակվի, չեն դիմանա, որտեղ մանավանդ մեծ ջերմոցներում ծախսերը որ շատ է, բանկրոտ կգնան։ Թեև էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է սուբսիդավորման ծրագրեր, ջերմոցատերերը պնդում են, ամեն օր աշխատում են վնասով։ Ասում են, շուկայում լճացում է։ Ներքին շուկայում այս պայմանը սաղիկը արժի, օրինակ չի գերազանցում 100 դրամը, մինչև 50 դրամ։ Բայց արտահանման դեպքում ինքը մի 150-ից 200 դրամ է, կապված սեզոնի հետ, էլի, մինչև 300 դրամ, 350 դրամ ինքը գին ունի, բայց այս պայն որ արտահանում չկա, միջև ընդհանուր 50 դրամ էլի։ Պիոններ օրինակ 6000 դրամ էր արտահանվում էր այդ գնով, հիմի օրինակ 4000 է գծախ։ Ծաղիկների մեծ մասը մշակվում է մարզերի ջերմոցներում, ջեռուցումը գազով է։ Առանց այդ էլ բարձր ծախսերին ավելացել են գների անկումն ու իրացման խնդիրները, ինչի հետևանքով ջերմոցատերերը կանգնել են փակուղու առաջ։ Մենք արտաշատում ենք։ Այնտեղ դեռ ջեռուցում եք, նկատեմ տաքս։ Այդ հունվար ամսից վարել ենք։ Ջեռուցումը, մինչև հիմա վարվում է, հիմա 20-ացության է, այդ դրանք գիշերվա համար, չկա, լեբոր վարվում է։ Մտածում եք փակելու մասին, այլ բույսեր աճեցնելու մասին։ Դե հիմա որ չեղավ ծաղիկ, բանջարենք մշակենք։ Ինչքան կսպասեք, էլի նկատի ունեմ։ Ինչքան որ պետք է։ Երեկոյան Հրազդան մարզադաշտի հարակից ծաղկի շուկա են բերում թարմ ծաղիկներ։ Վաճառողները շատ են ու նրանք ստիպված իջեցնում են գները, որպեսզի ապրանքը չթափեն։ Ջերմոցատերերի մի մասն ասում է, ճգնաժամը զգում են սեփական մաշկի վրա։ Միջին տնտեսություն ունեմ, դե դիմակայելն էլ տենանք վերջում ոնց կլինի, էլի նենցա որ արտահանման հարցը լուծվի, բնականաբար բոլորիս համար լավ կլինի։ Եկեք մեխակների օրինակով ասեք, էլի հիմա ինչքան էր։ Այս պահեդրության մեխակի հատը 40 դրամ է։ Իսկ նախկինում երբ կար արտահանում։ Նախկինում մի 80 դրամի կարգի։ Մեն որ կրկնակի տարբերություն։ Արևածաղիկ կոնկրետը ծախում էինք 1000 դրամ, մինչև վերջին զանգը։ Հիմա 500 դրամով ենք ծախում, մարդիկն դաժե 3 կապն են 1000 դրամ ծախում։ Գիզանտուսը 7000 էր, հիմա 5000-ով չենք կարողանում ծախել։ Մենք բոլորս ջերմութատեր ենք։ Արևածաղիկներն է մերը, լիզանտուսն է։ Մյուս մասը գների անկումն ավելի շատ կապում է սեզոնայնության հետ, նշելով, որ դրա վրա չի ազդել միայն արտահանման խնդիրը։ Նորմալ է, ամեն տարի էլ այս սեզոնին այս գները լինում է։ Անկախ նրանից արտահանում կա։ Լինում է, բա որ իջեցում է տալի։ Գների նվազում նկատել են նաև գնորդները։
Եթե առնել եմ կլիներ 7-ից 8, այս պահին առել եմ 3-ով։ Այս փունջը 3000։ Երկուսով ենք բարիշել։ Բավական նվազել են։ Երկու անգամ։ Հա, իհարկե։ Գիտեք ինչով է պայմանավորված։ Հա, իհարկե գիտեմ։ Որովհետև էլ չի արտահանվում, դրա այդ պատճառով էլ նվազել է վարդերի գինը բավական։ Եկեք ձեր գնաց ծաղիկներ։ Սովորաբար ես այս ծաղիկները կառնեի կապը 5000-ով, հիմա 1500-ով եմ առել կապը, 15 հատ, այսինքն։ Ջերմոցատերերից մի քանիսը խոստովանում է, այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել։ Եթե ռուսական շուկան շարունակի փակ մնալ, տեղական շուկան ի վիճակի չի լինի սպառել կուտակված ամբողջ արտադրանքը։ Քարոզարշավի ընթացքում իշխանություններն առատ խոստումներ են տալիս, խոսում են նոր շուկաների մասին եւ վստահեցնում, որ ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա։ Խոստացել են փոխհատուցել սահմանն այդպես էլ չանցած արտադրանքի համար, յուրաքանչյուր ծաղկի դիմաց վճարելով 37 դրամ։ Իրավիճակի հանգուցալուծմանն են սպասում նաև մրգի, բանջարեղենի, ալկոհոլային խմիչքների եւ ձկնամթերքի արտադրողները։ Եվ էլի եմ ասում, բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ։ Բիբարի մենք տեր կկանգնենք։ Պղպեղին տեր են կանգնել, խոստանում են 400 դրամ փոխհատուցում ու նոր շուկաներ։ Փոխհատուցումն ասում են կլինի 1 ամսից, բայց պարզ չէ ինչ աղբյուրից են գումար վերցնելու։ Կառավարության որոշման համաձայն բյուջետային փոփոխություններ դեռ չկան։ Ընդդիմությունից հարցադրում են անում, արդյոք փոխհատուցման բեռը չի դրվելու բիզնեսի վրա։ Իսկ ինչպես է գնելու բիբարը, պարոն Հիմա Ղազարյան։ ես այդ թեմայով եմ խոսանք, տեսեք։ Հայաստանը ինքն է գրնելու, թե օրինակ Քաջանի հանքն է փողը տալու։ Առայժմ այլ շուկաներ ազատ մուտք դեռ չկա, իսկ ծախսերը պետք է փակել։ Նոր շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ է համապատասխանել դրանց չափանիշներին, բանակցել մաքսային արտոնությունների շուրջ եւ լուծել տրանսպորտային խնդիրները։ Եվրամիությունից խոստացել են աջակցել ճգնաժամի հաղթահարմանը, 50 միլիոն եվրո տրամադրել։ Այս ընթացքում Հայաստանից Լիտվա է ուղարկվել 11000 ծաղկից բաղկացած առաջին խմբաքանակը։ Ռուսաստանի Դաշնությունից հորդորել են շուտ կողմնորոշվել։ Հայտարարում են, հետագա տնտեսական կապերը կախված կլինեն ընտրությունների արդյունքներից։ Եթե հաջորդ կառավարությունը Եվրոպամետ լինի, պատասխան քայլեր կլինեն։ Եվրասիական տնտեսական միությունն էլ մինչև դեկտեմբեր պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի անդամակցության սառեցման հարցը։ Սահմանափակումների հետևանքները ծանր են, ազդում են հայկական արտահանման հիմնական ուղղությունների վրա։ Հայկական խմիչքի, սննդամթերքի եւ ծաղիկների արտահանման գրեթե ամբողջ ծավալը 84-ից մինչև 98% բաժին է ընկնում ռուսական շուկային։ Դեպի Ռուսաստան ամենախոշոր արտահանման ծավալներն ապահովել են ոգելից խմիչքները 285 միլիոն դոլար, մրգերը 104 միլիոն դոլար եւ բանջարեղենը 86 միլիոն դոլար։ Մինչ տնտեսվարողները փորձում են հարմարվել նոր իրողություններին եւ այլընտրանքային շուկաներ գտնել, ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են, ռուսական շուկային համարժեք փոխարինող կարճաժամկետ հեռանկարում չկա։ Ստեղծված իրավիճակում խաղադրույքները չափազանց բարձր են, իսկ տնտեսական այս ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը մեծապես կախված է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից եւ դրան հաջորդող քաղաքական զարգացումներից։ Սոնա Խաչատրյան, Դմիտրի Անտոնով, Հարութ Ապրեսյան, Armenia Today։